Եկեղեցին այսօր իրոք զբաղված է քաղաքականությամբ, Երբ որ չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է սկսում զբաղվել քեզնով։ պատարագի լեզուն են քննարկման առարկա դարձրել, մարդիկ չեն գնում պատարակներին, որովհետև չեն հասկանում գրաբարով հնչող պատարակը։ Մենք այսօր եկեղեցու դեմ բազմաթիվ թշնամիներ ունենք։ Մայրաթորին մեղադրում են Սուրբ Գեղարդը եւ այլ սրբություններ օտարելու մեջ։ Նույնիսկ հայտնի էլ չէ մկրտվել է նա հայ առաքելական եկեղեցում, թե ոչ։ Կաթողիկոսի հրաժարական է պահանջումն է, պահանջողների մեջ նաև Արցախի թեմի առաջնորդն է։ Եկեղեցու հարցերով մտահոգ եւ անհանգիստ են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես կարելի ասել առնչություն չունեն եկեղեցու հետ։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, մեր հյուրը այսօր հոգևոր հաղորդումների հեղինակ եւ վարող Արաքս Պողոսյանն է, բարև Արաքս։ Ողջույն։ Արաքս, եկեղեցուն այսօր մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, ընդ որում դա անում է ոչ միայն եկեղեցու դեմ արշավանքների գլխավոր հեղինակն ու կատարողը եւ նրա խոսափողները, այլև, այսպես ասած, եկեղեցու բարենորոգմանն գործին լծված հոգևորականները։ Ինչ ես կարծում, եկեղեցին այսօր իրոք զբաղված է քաղաքականությամբ, թե պարզապես տեսնում է մեր ժողովրդին պատուհասած աղետը եւ փորձում է կանխել այդ աղետը։ Հարցը ընդգրկուն է եւ կուզեմ մեծից իջնել ընդգրկունից իջնել ավելի մասնավորի մակարդակի։ Սիրելի Ալիս, ինչ ասել է եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ Այս հարցադրումը ինքնին կեղծ հարցադրում է, ես ոչ թե ձեր հարցադրումն եմ այդպես որակում, ընդհանրապես, երբ որ դա չարաշահվում, շրջանառվում եւ շահարկվում է այն ուժերի կողմից, որոնց հարմար է նման օրակարգ ներմուծել, ներբեռնել այսօրվա իրականություն, հանրային կյանք։ Քաղաքականություն բառը այնքան ընդգրկուն է, որ կարելի ասել եւ հայտնի խոսքը, երբ որ չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է սկսում զբաղվել քեզնով։ Եվ փոքրաթիվ քանակի իմաստով փոքրաթիվ ազգերը, փոքր երկրները ուղղակի կարելի ասել իրավունք էլ չունեն չներգրավվելու քաղաքական գործընթացներին հանրային ներգրավվածության իմաստով։ Այսինքն, եթե եկեղեցին հանրային հասարակական կազմակերպություն է, ինչպես մեր սահմանադրությունն է ձևակերպում, ուրեմն ՀԿ-ի մակարդակով գոնե, իհարկե այդպես փոքրացված է նրա դերը չափազանց, բայց թեկուզ եւ այդպես ՀԿ-ի մակարդակով իրավունք ունի հանրային կյանքում բարձրաձայնել իր մտահոգությունները, անհանգստությունները եւ ընդհանրապես եկեղեցին բոլոր երկրներում է այդպես, կաթոլիկ եկեղեցին, օրթոդոքս եկեղեցին աշխարհում, տեսեք ինչքան ակտիվ մասնակցություն ունեն հանրային կյանքում եւ քաղաքական գործընթացներին, երբ որ պետք է տալիս են իրենց գնահատականը։ Այնպես որ դա կեղծ շինծու բնութագրում է, շինծու օրակարգ է, որ ներբեռնվել է այսօր մեր հանրային կյանք։ Դա շատ ծիծաղելի է, հատկապես այդ մեղադրանքը այն կառույցի հանդեպ, որը պետության բացակայության պայմաններում դարեր շարունակ պետության դեր է կատարել եւ ստանձնել է բոլոր պետական գործառույթները։ Արաքս, այսօր յուրաքանչյուրը իր խոհանոցում կամ Facebook-ում նստած որոշում է, թե ինչպիսին պիտի լինի հայ առաքելական եկեղեցին։ Այսօր անգամ պատարագի լեզուն են քննարկման առարկա դարձրել, ասում են, որ մարդիկ չեն գնում պատարակներին, որովհետև չեն հասկանում գրաբարով հնչող պատարակը։ Անկեղծ ասած, ես դժվարանում եմ պատկերացնել որպես պատարակների պարբերաբար հաճախող անձ, որ կարող է երբևէ գրաբարը վերանայվել, որովհետև ես գրաբարը դիտարկում եմ որպես եկեղեցու ծեսը, պատարակը դիտարկում եմ որպես միակ տարածք, որտեղ պահպանվում է գրաբարը եւ այդ դարերի խորքից եկող լեզուն փոխանցում է նաեւ մեր հոգեվոր իմպուլսները, հոգեվոր արժեքները հենց այդ լեզվի միջոցով, հենց այդ կառուցվածքի միջոցով։ Բայց ինչևէ, դու համաձայն ես, որ նման խնդիր կա։ Ընդհանրապես մի ցավալի իրողության հետ գործ ունենք, որ եկեղեցու հարցերով մտահոգ եւ անհանգիստ են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես կարելի ասել առնչություն չունեն եկեղեցու հետ, եկեղեցու ներքին կյանքում, համայնքային կյանքում ընդգրկված չեն։ Ընդհանրապես անտեղյակ են ինչ է պատարակը, ծեսը ընդհանրապես եկեղեցական, գրաբարը,
ինչ է գրափարը, գրափարյան տեքստը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր մասնակցում են պատարակներին, իսկ մեր եկեղեցիները լեփլեցուն են Փառք Աստծո, եթե յուրաքանչյուր կիրակի այցելենք ցանկացած եկեղեցի եւ կտեսնենք, որ որքան լեփլեցուն է եկեղեցին, նույնիսկ կանգնելու տեղ չկա, գոնե Երևան համայնքում, Երևանի եկեղեցիներում, առաջնորդանիստ եկեղեցիներում, տարբեր թեմերի եւ այդ կազմը հիմնական մասով երիտասարդական կազմ է եւ դա խոսում է ինչ որ բանի մասին, այնպես չէ որ մարդկանց ինչ որ բաներ իդ են պահում եկեղեցու ներքին կյանքին, համայնական կյանքին եւ ծիսական կյանքին մասնակցելուն, ում որ պետք է եկեղեցին, ով կարիքն ունի Աստծո խոսքը լսելու եւ մասնակցելու եկեղեցական կյանքին, ինքը մասնակցում է։ Եթե չի մասնակցում որպես վարչական ռեսուրս, վարչապետի կազմակերպած պատարակներին եւ դա կյանքում բոլորովին- առաջին անգամ է մասնակցում պատարակին։ Գիտեք ինչ, Փառք Աստծո, որ ինչ որ առիթով այդ մարդը մեկ էլ հայտնվում է պատարակին։ Գուցե Աստված այդտեղ էլ մի բարի գործակից ստանա այդ ամենից։ Մի բարի բան ծնվի դրանից։ Համենայն դեպս այդ կողմի պատասխանատվության տարածքում է կծնվի մի բարի բան, թե ոչ, նաև։ Հա։ Գրափարին գալով, գրափարը մեր ամբողջ մշակութային լեզուն է կարելի ասել։ Մեր գիր գրականությունը այսօր մենք ունենք գրափարյան տարբերակով նախ եւ առաջ, եւ հետո փոխադրված տարբերակով եւ բազմաթիվ են նաեւ այն աշխատություններ, այն տեքստերը, որոնք դեռևս փոխադրված չեն, որովհետև դրանք ահռելի քանակության են, եւ ավելի լավ չի, որ մարդը մոտենա ծովին եւ ոչ թե ծովը մոտեցնի իրեն։ Ինչը արեցին հрьяաները, վերականգնելով իրենց հին լեզուն։ Այսինքն ինչ խնդիր է կրթական մակարդակով այդ բացը լրացնելը դպրոցներում, ասենք։ Ինչ խնդիր է, որովհետև գրափարյան ծիսական տեքստը ինքը բարդ տեքստ չէ, պարզ գրափարյան տեքստ է։ Եվ եթե դպրոցական մակարդակով այդ հարցը լուծվում է, ընդհանրապես որևէ մեկը դրա հետ որևէ խնդիր այլևս չի ունենում։ Եվ մենք պետք է ուրախ լինենք, որ գոնե ծիսական, եկեղեցական, ծիսական տարածքում գրափարը որպես կենթանի օրգանիզմ գործում է։ Եթե պետական մակարդակով հոգացություն չկա կրթական խողովակներով այդ հարցին, գոնե եկեղեցու ծիսական տարածքում գրափարը իրավունք ունի գոյելու։ Արաքս որպես եկեղեցու ներքին խոհանոցին բավականին ծանոթ մարդ, նաև այսպիսի հարց եմ ուզում տալ, որովհետև այդ թեման եւս շահարկվում է։ Այս բարենորոգման խորհրդի անդամները, հոգևորականները, եկեղեցուց անջատված, եկեղեցուն մեղադրում են, Մայրաթորին մեղադրում են Սուրբ Գեղարդը եւ այլ սրբություններ օտարելու մեջ։ Ես որքան տեղյակ եմ, Սուրբ Գեղարդի միայն կոթային հատվածի, միջի հատվածից մի փոքր մասնիկ ընդամենը կտրվել եւ նվիրաբերվել ռուս ուղղափառ եկեղեցուն եւ այդ մասունքը այժմ գտնվում է Սանկտ Պետերբուրգի եկեղեցիներից մեկում, այսինքն ցանկության դեպքում կարելի է գնալ եւ այդ մասունքը տեսնել այնտեղ։ Նման մասունքների փոխանակումը, որքան գիտեմ, ընդհանրական եկեղեցու անդամների մեջ ավանդույթ է դարեր շարունակ, հենց դրա շնորհիվ է, որ մենք այդ մասունքների մի մասը ունենք մեր եկեղեցում։ Ինչևէ, ինչու է այս թեման շահարկվում։ Արդյոք այս հոգևորականները տեղյակ չեն, թե ինչ է կատարվել եւ ինչու են սա այսպես անհարկի շահարկում։ Տեսեք, դուք խոսում էիք եկեղեցու քաղաքականացված լինելու մասին, ինչի մեջ որոշ ուժեր մեղադրում են եկեղեցուն, ես կարող եմ հստակ ասել, որ բոլոր այն հոգևորականները, որոնք անցել են վարչական ռեսուրսի կողմը, ասենք, վարչական ռեսուրսի կողմը, այսինքն իշխող կուսակցության կողմը, ակամայից կուսակցականացվել են եւ եթե իրենք հասնեն իրենց չար նպատակների իրականացմանը, կստացվի, որ ամբողջ եկեղեցին կուսակցականացվեց վերից վար։ Պատկերացնում եք։ Բայց իհարկե ես լավատես եմ եւ գիտեմ, որ Քրիստոսի եկեղեցուն ոչինչ չի կարող հաղթել, որևէ կուսակցություն, պատմությունը դա ցույց է տվել բազմաթիվ օրինակներով եւ ցավալի է ընդամենը, որ սա բերում է եկեղեցու ներուժի պառակտման, ներուժի տկարացման, գոնե մարդկային մակարդակով, մարդկային ռեսուրսի մակարդակով։ Որպեսզի մեր հետևորդները պատկերացնեն, թե ինչպիսի սրբության
շահարկման մասին է խոսքը, այստեղ ուղղակի ես ուզում եմ ասել, որ Սուրբ Գեղարդը Խաչափայտի մասունքի եւ Սուրբ Գրիգորի Աչի հետ միասին այն եկեղեցուային 3 կարևորագույն սրբություններն են, մասունքներն են, որոնցով ոցվում է Սուրբ Մյուրոնը։ Հայր ասողիկը այդ հարցով այդ մասին հարցազրույց է տվել եւ հանգամանալից մանրամասն ներկայացրել է, որ գոյություն ունի նման խնդիր, հերթական ստահոդ հայտարարությունն է եւ այսօր բոլոր այն հոգեվորականները, որոնք անցել են իշխող ուժի կողմը եւ պաշտպանվում են իշխանական լծակներով, պետական լծակներով, վարչական ռեսուրսով, նրանք անընդհատ այսպես հարթակ են նետում, հանրային հարթակ եւ այդտեղ իր արչի ծառայությունն ունի նաեւ հանրային հեռուստաընկերությունը եւ հատկապես հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է մեր ժողովրդի քաղաքացիների հարկերից, նրանք հրաշալի օգտագործում են այդ հարթակը մեկը մեկից անհավանական եւ ստահոդ լուրեր տարածելու համար։ Եվ ցավալին այն է, որ դարձյալ օգտվում են դրսինների, երբ որ ես ասում եմ դրսինների, դրանով չեմ վիրավորում մեր ժողովրդին, բայց փաստ է, որ դա հաճոյանում է եւ համոզում է այն անկանջներին, որոնք ընդհանրապես տեղյակ չեն եկեղեցական կյանքին, կանոնադրությանը, եկեղեցու ավանդույթներին, նույն Սուրբ Մասունքների նվիրաբերման ավանդույթին, իդեպ բազմաթիվ այսպես գործերի կողքին ամենայն հայոց հայրապետը Գարեգին II կաթողիկոսը իր ուրեմն այս կառավարման տարիներին բազմաթիվ սրբերի համաշխարհային տիեզերական սրբերի մասունքներ նվիրաբերվել են մեր եկեղեցուն։ Այո, եւ դա շատ մեծ կարևոր այսպես հանգամանք է։ Մեր եկեղեցին հարստացել է տիեզերական մակարդակով սրբերի, քրիստոնյա սրբերի մասունքներով։ Իդեպ մասունքների մասին խոսելիս հիշեցի մի կարևոր պատմական դրվագ, շատ արդիական կարծում եմ։ Միքայել Աջապահյանը, սրբազանը, որ այս պահին գտնվում է անազատության մեջ այս իշխանությունների թեթև ձեռքով, պատկանում է Կիլիկյան Հայաստանի Աջապահյանների իշխանական տոհմին, որոնք ժառանգաբար պահպանել են կաթողիկոսական իշխանության խորհրդանիշ հանդիսացող Սրբազան աչերի պահպանությունը, նրանց է վստահվել եւ ընդհանրապես նմանատիպ այլ մասունքների պահպանումը հենց այս տոհմին է վստահվել եւ նրանց ժառանգը այս պահին գտնվում է անազատության մեջ ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաստանում, ինչեւ է սա պարզապես ուղակի մեջբերում։ Արաքս եկեղեցու դեմ հարձակումները, որոնք սկսվեցին 2018 թվականից Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումով, շարունակվեցին նաեւ հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական դասագրքերից հանելով, մենք բազմաթիվ դրվագներով անցանք, ընդհանուր հասանք մինչև սրբազանների ձերբակալություններ, կալանավորում, այսօր արդեն հոգևոր խորհրդի ստեղծում, այսպես ասած բարենորոգման եկեղեցի, այս բոլորը, այս ամբողջ դրվագները միասին շատերը անվանում են ուղղակի Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության հետևանք։ Մի մասն ասում է, որ սա եկեղեցու աշխարհաքաղաքական դերի նվազմանն է միտված, մյուս մասը ասում է թուրք-ադրբեջանական պահանջների կատարում է պարզապես։ Ըստ քեզ, ուր են տանելու այս խմորումները։ Ինչ է վերջապես այս ամենի հետևանքը լինելու։ Հնարավոր է, որ եկեղեցուց անջատված այս հատվածը կաթոլիկ եկեղեցու օրինակով այսպես ձևավորի ինչ-որ բողոքական կամ լյութերական շարժման նման մի բան, թե բանը դրան չի հասնի եւ այս մարդիկ իշխանության կողմից օգտագործվելով, խոսքը հոգեվորականների մասին է, վերջո պատմության մեջ կմնան զուտ որպես եկեղեցու դեմ արշավում օգտագործված դավաճաններ։ Գիտեք, պատմությունը եւ համաշխարհային պատմությունը եւ մեր հայոց պատմությունը այնքան հարուստ է բազմաթիվ օրինակներով, եկեղեցի լավ, այսպես ասենք, թագավորներ, իշխաններ, տարբեր այսպես հակամարտություններով եւ եկեղեցու դիրքորոշման այնպիսի հրաշալի օրինակներ ունենք, եկեղեցու այդ պառակտումից հաղթական դուրս գալու, իսկ եթե հաղթական էլ դուրս չի եկել, ժամանակավորապես վնասվել է, օրվա կաթողիկոսը նման դեպքերում միշտ տուժել է հայ ժողովուրդը եւ թագավորությունը
եւ իշխանությունը, օրինակ, ուզում եմ բերել 13-րդ դարում Կոնստանտին II կաթողիկոսի օրինակը, որին ուրեմն հետում երկրորդ արքան բանտարկեց եւ Հռոմի Նիկողայոս Պապի, երրորդ Պապի ուղարկած ունիայի շրջանակում ունիթուրական այսպես շարժմանը հարեց։ Արդյունքում մենք որոշ ժամանակ անց 14-րդ դարում տեսանք Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքի կործանումը։ Այսինքն, երբ որ եկեղեցու հիմքերին փորձ է արվում խփել, հենց խփողները իրենք բերում են շատ տխուր ավարտի երկիրը։ Եվ պատմության մեջ այնքան շատ են այդ օրինակները, որ դրանից ուղղակի սովորել է պետք։ Ինչ վերաբերում է այս բարեփոխական շարժումը, բողոքական հիմքերով, որովհետև եթե մենք նայենք տեսնենք երկրի ղեկավարը, քաղաքական, իր էջում ինչպիսի այսպես քարոզներ է ճակերտավոր դրել տարբեր աղանդավորական խմբերից, քարոզիչներից եւ երբևիցե չենք տեսել, որ իր սոցիալական հարթակը ինքը օգտագործի որևէ հայ հոգևորականի քարոզ դնելով։ Ի վերջո մենք այդքան հոգևորականներ ունենք, որոնց մեջ կան նաև հրաշալի քարոզիչներ։ Արդյոք նրանցից որևէ մեկը արժանի չէր այս տարիների ընթացքում հայտնվելու իր քարոզով տվյալ անձի սոցիալական հարթակում, եթե ինքը տեղադրում է ջանասիրությամբ աղանդավորական խմբերի այսպես քարոզներ ճակերտավոր։ Եվ եթե նայում ենք, տեսնում ենք, որ որևէ ձևով այդ մարդը չի հուշում, որ ինքը հայ առաքելական եկեղեցու զավակ է։ Սկսած իր ընտանեկան կարգավիճակից, որը այդպես էլ եկեղեցով չի օրինականացվում եւ որևէ կերպ չի օրինականացվում, նույնիսկ հայտնի էլ չէ մկրտվել է նա հայ առաքելական եկեղեցում, թե ոչ։ Համենայն դեպս փաստեր չկան։ Հետաքրքրում է, լրագրողները պարբերաբար հետաքրքրում են եւ որևէ սպառիչ տեղեկատվություն այդ մասով չկա։ Կարելի է ենթադրել, որ ոչ։ Բայց ամեն ինչ անում է որպես հայ առաքելական եկեղեցու զավակ, չլինելով մկրտված։ Այո։ Եվ քանի որ ժողովրդի մի զգալի մասը տեղեկացված չէ կարգ ու կանոնին եկեղեցական, լինելով հայ առաքելական եկեղեցու զավակ, հաճախ ընդհանրապես դա ավարտվում է մկրտության, պսակի խորհրդին մասնակցելով եւ որևէ գիտելիք այդ ընթացքում կյանքի ընթացքում մարդիկ ձեռք չեն բերում եկեղեցու հետ կապված, նվիրապետության հետ կապված, ծիսական կյանքի հետ կապված եւ դա մարսելի է դառնում։ Այսինքն բողոքական հիմքերով մարդը օգտագործելով իր կարգավիճակը, պետական ռեսուրսը, փորձում է եկեղեցին բողոքականացնել եւ վերածել աղանդի։ Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ օրինակ Գերմանիայում Հիտլերը փորձեց ժամանակին Ռայխի եկեղեցի ստեղծել, ինչը արդյունքում չհաջողվեց իրեն։ Բոլշևիկները գալով իշխանության Ռուսաստանում ստեղծեցին կենդանի եկեղեցի շարժումը, որը անփառունակ ավարտ ունեցավ, չնայած բոլշևիկները շարունակեցին 70 տարի կառավարել Խորհրդային Միությունը։ Եւ հայերս անմիջապես արձագանքեցին այդ կենդանի եկեղեցի շարժմանը եւ ստեղծեցին ազատ եկեղեցական շարժումը, որին դարձյալ միացան մի քանի հոգևորականներ, որոնց անմիջապես Գևորգ 5-րդ Սուրինյաց կաթողիկոսը կարգալույծ արեց։ Եվ դա էլ երկար կյանք չունեցավ, ընդամենը 4 տարի։ Հետո նույն այդ կարգալույծ եղածները եկան եւ աղաչեցին կաթողիկոսին վերականգնել իրենց կարգի մեջ։ Եվ այսօր, երբ Մայսացոտնի թեմի նախկին առաջնորդը դատարանում հաղթում է իր հոգևոր հոր դեմ ապօրինի հայցը, դա ուղղակի խայտառակություն է։ Դա կարիկատուրային մակարդակի իրականության աղավաղում է, իրավական իրավունքի աղավաղում է, որովհետև Մայսացոտնի թեմը նախ ստեղծել է ով։ Ստեղծվել է վեհափառ հայրապետի տնօրինությամբ, օրոք։ Եպիսկոպոս ձեռնադրվել է, եւ ոչ միայն եպիսկոպոս, իր քահանայական ձեռնադրությունը այդ մարդը ստացել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրոք եւ ձեռամբ։ Եվ նշանակվել է թեմակալ առաջնորդ դարձյալ իր որոշմամբ։ Եվ այսօր նա վիճարկել է դատարանում այդ հարցը եւ ստացել է
հավանություն, այսինքն պետությունը նրան վերականգնել է մի պաշտոնում, որը ինքը չի տվել այդ մարդուն եւ որին միջամտելու որևէ բարոյական, իրավական, որևէ արժեքային իրավունք, արժեբանական իրավունք նա չունի։ Հասկանում եք, եւ դարձյալ հանրությունը, որը զգալի մասով տեղեկացված չէ եւ կամ չի ուզում տեղեկացված լինել եւ կամ միտում նա որ ջուր է լցնում այդ ջրավացին, ինչ-ինչ շահերից ելնելով օգտագործում է այս հանգամանքը։ Իդեպ այս արշավը եկեղեցու դեմ արշավը արդարացնողների մեջ շատ են մարդիկ, որ ասում են մենք աշխարհիկ պետություն ենք, եկեղեցին չպիտի միջամտի պետության գործերին, բայց պետությունը այստեղ ամենակոպիտ ձևով է միջամտում եկեղեցու գործերին, այդպիսով հայտարարելով, որ այլևս խզվում է այստեղ աշխարհիկության սահմանը։ Հենց իշխանությունը ինքն է վերացնում այդ սահմանը։ Գանք մյուս կողմից իրենց հարմար տեսանկյունից։ Լավ, դիցուք թե եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, զբաղվել է եւ զբաղվում է քաղաքականությամբ։ Դիցուք թե ինչ պիտի անի այս դեպքում օրինապահ պետությունը։ Ինչ պիտի անի իշխող ուժը։ Պիտի օրինական դաշտում փորձի զսպել այդ քայլերը, բայց օրինական դաշտում։ Բայց եթե ամեն ինչ արվում է կամայականության սկզբունքով, քնել զարթնել եմ եւ այսօր իմ սոցիալական հարթակում ես այս որոշումն եմ կայացրել միանձնյա, որովհետեւ իմ սիրտը այդպես է ուզում, որովհետեւ եթե մարդը տառապում է պապ թագավորի սինդրոմով, ամեն օր քնում եւ արթնանում իրեն ինչ որ մի արքա է պատկերացնում, այդ արքայի որևէ ձեռքբերում գրանցած չլինելով իր հաշվը կշռում, այդ դեպքում ինչին է պետք ընդհանրապես պետությունը։ Պետությունը թող պետական իրավական դաշտում փորձեր զսպել այն, ինչը իր կարծիքով եկեղեցին իբր թե զանցառել է, գերազանցել է, բայց ինչ է անում։ Պետությունը առավել անօրինական դաշտում է ըստ իր ձևակերպումների, եթե եկեղեցուն ինքը դիտարկում է անօրինական դաշտում գործունեության մեջ, ինքը առավել եւս պատասխանատու է, որպեսզի անօրինականություն չավելացնի, որովհետև ինքն է պահապանը օրինականության։ Եթե երկրի պետական առաջին դեմքի մակարդակով օրինականացվում է հայհոյանքը, բամբասանքը, չարախոսությունը, անպատասխանատու հայտարարությունները, սրաները հասցեին բանսարկությունները եւ մատնագրեր գրելով մարդկանց բանտարկում են, հոգեվորականների են բանտարկում, ինչ պիտի անի այս դեպքում եկեղեցին, որը չունի որևէ ուժային լծակ։ Եկեղեցու ուժը Քրիստոսն է եւ Փառք Աստծո, որ Աստծով լուծելի են հարցերը եւ կլուծվեն։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ եկեղեցին սա էլ է հաղթահարելու, բայց նրանք, ովքեր եկեղեցուն դնում են այս ծանր կացության մեջ, իրենց մասով պատասխան են տալու։ Եթե ոչ երկրի վրա, երկրորդ Գալստյանը Տիրոջ անշուշտ պատասխան են տալու։ Եվ թող չկասկածեն։ Արաքս, դու խոսեցիր վարչապետի անձնական հարթակի մասին, բայց ինչի մասին է խոսքը, երբ պետական բյուջեից ծնվող հանրային հեռուստաընկերության եթերում, որը հանրային հեռուստաընկերությունը, որը հրաժարվում է հեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը, Եվ դառնում է գրպանային հեռուստաընկերություն։ Այո, պարբերաբար եթեր է տրամադրում կարգալույց եղած, այս կամ այն պատճառով եկեղեցից Այսինքն մեղացած, շատ կասկածելի կենսագրությամբ ինչ որ նախկին կամ ներկա հոգեվորականների։ Այսինքն պետական մակարդակով օրինականացվում է կարգալուծությունը, զանցառվում է կարգալուծությունը եւ օրինականացվում է երևույթը։ Այսինքն կարևոր չի ով է կարգալույց, կարևորը որ մեր ջրավացին ինքը մեզ հարմար ջուր է լցնում։ Կարևորը պատրաստ է ծառայել Նիկոլ Փաշինյանի հրահանգներին։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, ամբողջ աշխարհում երբ որ նայում ենք ընդհանրապես պետություն եկեղեցի հարաբերությունները շատ հետաքրքիր են բաշխված աշխարհում, քրիստոնյա աշխարհում։ Կա որ եկեղեցին պետական է տվյալ երկրում, կա որ եկեղեցին անջատ է պետությունից, հիմա մեզ մոտ եկեղեցին անջատ է պետությունից, կա որ համագործակցային սկզբունքով են իրար հետ հարաբերվում եւ այն երկրները, օրինակ Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, այն երկրները, որտեղ պետականացված է եկեղեցին, ցավալի է, բայց մենք տեսնում ենք, որ այդ եկեղեցիները ստիպված են աշխարհիկ օրենքները, ասենք, նույն միասեռականների ամուսնություն եւ այլն, քանի որ պետական եկեղեցի է, այսօր մեզ մոտ ինչը որ պետական է, անմիջապես հարմարեցվում է
իշխող ուժի Օգտագործում է որպես ցանկություններին վարչական ռեսուրս մեկ մարդու կամքը կատարելու համար։ այո, նույն բանը տեղի ունենում եւ այդ երկրներում ըստ էության, եթե պետական է եկեղեցին ինքը իրավունք չունի չհամաձայնվելու պետության օրենսդրության հետ։ Եվ պիտի ուրեմն դա հարմարեցնի նաև Քրիստոսի եկեղեցուն ստացվում է եւ տեղի ունենում այդ հարմարեցումը եւ փառք Աստծո որ մեր երկրում պետությունն ու եկեղեցին անջատ են, բայց եկեղեցին անջատ չէ հասարակությունից, Ժողովրդից եւ ժողովրդից, ժողովրդի խնդիրներից։ այո, եւ մոնոէթնիկ երկրում դեռևս մեր Դեռևս, այո, մոնոէթնիկ լավ է։ երկրում, որտեղ այս դեռևսը շատ փակագծեր է բացում, մենք խնդիր չունենք մեր հավատամքը խոստովանելու եւ իրացնելու, մեր հավատը խոստովանելու եւ իրացնելու եւ եկեղեցին հսկայական պարտավորություն ունի, ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն ունի հանրային կյանքի բոլոր ոլորտներում ներգրավվելու։ Եկեղեցին ներգրավված է սոցիալական կյանքում ժողովրդի բարեգործական տարբեր ծրագրերի միջոցով, բարեգործական ճաշարաններ եւ այլն, ներգրավված է գնդերեցների տեսքով բանակում, ներգրավված է հիվանդանոցներում, բանտերում, ամեն տեղ եկեղեցին Եկեղեցաշինության մեջ բազմաթիվ եկեղեցիներ վերակառուցվեցին հենց այս վերջին ներգրավված տարիների է ընթացքում։ ինֆորմացիոն տեղեկատվական տարածքում շողակաթ հեռուստաընկերությունը փակվեց, որովհետև ինչպես ազգային ժողովի նախագահը բարեհաճեց արտահայտվել, ով է նայում դա, այսինքն եթե ինքը դա չի նայում, նախկին դերասանը, որը շատ անհասկանալի տեքստերով էր հանդես գալիս որպես դերասան, բովանդակությամբ, բնական է, որ այդ մարդը կարող է ասել իր իսկ ճաշակից ելնելով, ով է նայում այդ հեռուստաընկերությունը։ Մինչդեռ այդ հեռուստաընկերությունը այն բացառիկ հեռուստաընկերություններից մեկն էր, որը պահում էր բալանսը կրթական, այսինքն մակարդակով գրագետ հաղորդումներ եւ մշակութային, կրոնական, հոգեվոր, կարևոր բովանդակություն էր փոխանցում։ Հասկանում եք, խնդիրը հիմքային է, խորքային է եւ այսօր փորձում են խփել մեր հիմքերին։ Սա ես կարծում եմ, որ եթե կա դիմադրություն, կա հակադիմադրություն, այսինքն հակադարձման օրենքի սկզբունքից ելնելով Աստված երևի մեզ հետ այսպես ոչ միայն երևի, ես համոզված եմ, որ անշուշտ մեզ հետ գործ է անում, այսինքն խփելով մեր բոլոր հիմքերին, որտեղ մենք գուցե ինչ որտեղ մի քիչ քնած էինք, արխայնացել էինք, չգիտեմ, հանգիստ էինք, այսօր մենք բոլորս դրական իմաստով դիմադրելու, իմունիտետ բարձրացնելու հնարավորություն ենք ստացել եւ փառք Աստծո դրա համար եւ ընդհանրապես ամեն ինչի համար փառք Աստծո։ Ես էլի պատմական էքսկուրս եմ ուզում անել, մենք Կիպրոսի հանրապետությունը դարձավ անկախ հանրապետություն, ինչի արդյունքում Մակարիոս III եպիսկոպոսի, որը պատրիարք եպիսկոպոս ընտրվեց համաժողովրդական քվեարկությամբ ժամանակին եւ դարձավ Կիպրոսի անկախ հանրապետության առաջին նախագահը։ Այսինքն հոգեվորական լինելով մարդը կարողացավ քաղաքական հասկանալով իր երկրին սպառնացող քաղաքական վտանգները, կարողացավ հանրությանը, ժողովրդին հավաքել կարևոր ազգային գաղափարի շուրջ եւ դա 20-րդ դարի մասին է խոսքը, դարձավ Կիպրոսի անկախ հանրապետության առաջին նախագահը։ Այսինքն մենք ուզում ենք, որ եկեղեցին մարգինալացվի, դառնա գրպանային եկեղեցի եւ ընդհանրապես կնունք հոգեհանգիստ, հա, վերջերս մեր հոգեվոր եղբայրներից մեկը լավ էր ասել, դուք սպանեք, մենք թաղում անենք, մենք հոգեհանգիստ խոսքն է, անենք։ որ ասը մեղադրել են դուք զբաղվում եք քաղաքականությամբ, ասում են բա մենք ինչով զբաղվենք, դուք տանեք սպանեք մեր զավակներին, մենք էլ միայն թաղենք։ Այսինքն սա է հոգեվորականի գործը։ Նայեք, մենք այսօր արդեն 4-րդ Հայաստանի 4-րդ հանրապետության ստեղծման մասին են խոսում իշխանական շրջանակներում նորից առաջի դեմքի մակարդակով, բայց եկեք տեսնենք, թե Հայաստանի առաջին հանրապետությունը ինչ հիմքի վրա ստեղծվեց։ Սարդարապատի, ճակատամարտի եւ մնացած դրան զուգընթաց գնացած մյուս ճակատամարտների բարեհաջող ելքի, հաղթական ելքի հիմքի վրա ստեղծվեց։ Գևորգ Սուրյանյանց կաթողիկոս, ով էր։ Այսինքն հոգևոր հիմքի վրա ստեղծվեց, հոգևոր ներուժի։ Ինչի մասին է խոսքը։ Մեկ դար առաջվա մասին է խոսքը։ Շատ հեռուն չենք գնում։ Եվ եթե մենք առաջին հանրապետությամբ պարտական ենք եկեղեցուն,
Իսկ առաջին հանրապետության հիմքի վրա էլ ստեղծվեց երկրորդ հանրապետությունը ըստ էության, որը խորհրդային հանրապետությունն էր ամեն դեպքում։ Եվ խորհրդային հանրապետության հիմքի վրա էլ ստեղծվեց երրորդ հանրապետությունը։ Այսինքն, եթե չլիներ առաջին հանրապետությունը, մենք չենք կարող իմանալ կունենայինք երկրորդ հանրապետություն եւ երրորդ հանրապետություն եւ դեռ չորրորդի երազանքով։ Արաքս, այնուամենայնիվ ես ուզում եմ այն սկզբում տրված հարցի պատասխանը մինչև վերջ ստանալ, ում հանգիստ չի տալիս հայ առաքելական եկեղեցին, հարձակումների իրական պատճառը։ Նախ ասեմ, ամբողջ նոր կտակարանը խոսում է չարի տեսանելի եւ անտեսանելի ներկայության մասին եւ այն պատերազմի, որը անտեսանելի է, հոգեվոր պատերազմը, որը ընթանում է եւ որը հոգեվոր աչքերին համար տեսանելի է, բայց նրանք ովքեր հոգեվորի ծիրում չեն, նրանց համար դա անտեսանելի է, այսինքն չարին է ծռնդու, բայց չարը երբեք չի կարող որևէ վնաս հասցնել, եթե չունենա համախոհներ։ Ովքեր են համախոհները? Մարդիկ, որոնք օգտագործում են իրենց իշխանական, փառասիրական նկրտումները, իրենց տարբեր շահերը եւ չարը այստեղ ուժեղանում է։ Իսկ մենք այսօր եկեղեցու դեմ բազմաթիվ թշնամիներ ունենք, եւ արտաքին թշնամիներ, եւ ներքին թշնամիներ։ Նայեք փոքրիկ մի երկրում որքան կրոնական կազմակերպություններ կան։ Դուք երբևիցե տեսաք, որ որևէ կրոնական կազմակերպություն հանդես գար դատապարտող հայտարարությամբ, որ հանգիստ թողեք 1700-ամյա, եթե ոչ ավել տարիքով եկեղեցուն եւ մի խփեք հիմքերին։ Տեսեք որևէ հայտարարություն, լավ, քրիստոնյա մեր եղբայրներին մի հալածեք, հանգիստ թողեք։ Եղել է նման հայտարարություն։ Ես չեմ տեսել անգամ, որ որևէ մեկը իրեն քրիստոնյա հորժորջող ասի, որ առաջի դեմքին ուղակի կոչանի հանգիստ թողել, մոռանանք կաթողիկոս է, մոռանանք, որ բարձր հոգևոր իշխանություն ունեցող անձ է, 74 տարեկան տարեց մարդուն ծերունազար, Այո, մեր հայրապետը։ Այո։ Նայեք, ընտանիքում ինչպես է, որևէ որդի կարող է օրհնություն ժառանգել, եթե իր ծերունազարդ հորը, անկախ նրանից ինչպես է վերաբերվում իր հորը, նա փորձի հայհոյել, չարախոսել եւ այն էլ հարևաններից դուրս շրջանակներում, առավել մեծացնի շրջանակը, դա տեղի ունենում այսօր ցավալիորեն։ Արաքս, ես տեսնում եմ, որ անչափահասների շրջանում է, դեռահասների շրջանում է, այդպես ասած, բռնության դեպքերը, հանցագործության դեպքերը ավելացել, որքանով է կապում հենց այն մթնոլորտի հետ, որը տիրում է պետություն եկեղեցի, պետության առաջի դեմք եկեղեցի փոխհարաբերություններում։ Սա ինչ օրինակ է մեր երեխաների համար։ Գիտեք ինչ, օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, գիտեք, որ 60-ական թվականներին, 50-ական, 60-ական թվականներին երիտասարդությունը արևմուտքում այսպես ըմբոստություն հայտնեց, հեռանում էին ծնողներից, ընտանիքներից, գնում էին առանձին այսպես համակեցության օրենքներով ապրում էին խմբերով։ Եվ այդտեղից սկսվեց այդ աշխարհիկացման բոլոր ֆեմինիստական շարժումներ եւ այլն, այսինքն յուրաքանչյուր տանուլ տված արժեհամակարգային իմաստով իրավիճակ, որին բերում են մեծերը, իսկ մենք մեծերն ենք, իսկ մեր դեռահասները մեզ են նայում, մենք պատասխան ենք տալիս մեր սերնդի առաջ, սերունդը նայում է հայրերին, նայում է մայրերին, նայում է չափահասներին եւ տեսնում է, որ շատ տխուր վիճակ են ստեղծել իրենց համար արժեհամակարգային իմաստով եւ բնական է, որ փորձում է իր սեփական ուժերով պաշտպանվել, իսկ դա սովորաբար բերում է ագրեսիայի։ Արաքս, ինչ կատարվում է այսօր եկեղեցու շուրջ, ընդհուպ մինչև այս հերձված հոգևորականների ձեռամբ եւ մասնակցությամբ, ամեն ինչ կարելի է անվանել բարեփոխումից բացի։ Այդուհանդերձ, դուք որպես եկեղեցու ներսում տարիներ շարունակ աշխատած, գործած եկեղեցու խնդիրների այսպես ասած ներսից ծանոթ անձնավորություն, ինչ բարեփոխումների կարիք եք տեսնում եկեղեցու ներսում։ Գիտեք, այս մեր վեհափառ հոր 26-ամյա գահակալության տարիներին այնքան դրական տեղաշարժեր փոփոխություններ են տեղի ունեցել եկեղեցում, որ գուցե մեկ հայրապետի կյանքի ժամանակը որևէ մեկի չհերիքեր այդ ամենը ի կատարածել, բայց նա այսպես ջանադրաբար դրանք ի կատարածեց։ Ես արագ թվարկեմ, որպեսզի ձեր ժամանակը չխլեմ։ Հայորդաց տների ստեղծում, գիտեք, հազարավոր երեխաներ են սովորում հայորդաց տներում եւ նաեւ քրիստոնեական դաստիարակություն են ստանում։
տեղեկացվում են եկեղեցու պատմությանը, Աստվածաշնչին, հոգևոր կրթություն են ստանում, բացի այն, որ տարբեր մասնագիտություններ են ձեռք բերում։ Վազգենյան դպրանոցը, որը դարձյալ նախաձեռնվեց, երբ հայրապետական թեմի փոխանորդ էր, վեհապար հայրապետը այդ ժամանակ, եւ հետո արդեն երբ որ դարձավ կաթողիկոս, գործարկվեց արդեն որպես Վազգենյան դպրանոց, աստվածաբանական, այսինքն բուհի մակարդակ տրվեց Գևորգյան հոգևոր ճեմարանին, Մայրաթորի շինարարությունը, որը դարերին հանձնված մի այսպես սխրանք է, խիզախում է, որովհետև ժողովուրդը ինքը, հիշում եք հայտարարություն ժամանակին արեց Մայրաթորը, որ խնդրում էր հայ ժողովուրդը մասնակցի հանգանակությանը, եւ դա այն գումարը չբերեց Մայրաթորին, դարձյալ գտնվեցին եկեղեցանվեր բարերարներ եւ վեհապար հայրապետի նաեւ այսպես անձի հանգամանքը կարևորվեց այդտեղ եւ Մայրաթորը փրկվեց փլուզումից, ավերումից եւ հիմա 300-400 դար է Աստված միշտ կանգուն պահի Մայրաթորը տրվեց այդ դարերին Եվ շինարարության ընթացքում մի քանի անգամ խնդիրները բացահայտվեցին, կրկնապատկվեցին այդ գումարները։ Այո։ Եվ գիտեք, այնպես ինչպես ընտրվեց կաթողիկոս վեհապար հայրապետը, շատ խառը ժամանակներում եւ շատ եղերական պայմաններում, երբ ուղղակի գլխատվեց, կացնահարվեց ազգային ժողովը եւ չարը կարծես թե անհանգիստ էր, որ այդպիսի մարդը գա իշխանության, գա դառնա գահակալ, հայրապետ, լուսավորչի աթոռը ժառանգի, բայց չհաջողեց չարը այդտեղ։ Եվ վեհապար հայրապետը միակն էր, որ ծնունդով Հայաստանից էր, նախկին հայրապետների համեմատ, եթե համեմատություն տանենք, եւ որի ընտրությանը բոլոր նվիրապետություններն են մասնակցել։ Հասկանում եք, դա այսպես եռակի իշխանություն վստահություն, այո, ներշնչող, վստահություն ձևավորած հանգամանք է, որը չպիտի անտեսել։ Եվ վեհապար հայրապետը, որ այս օրերին չափազանց իմաստուն է իրեն դրսևորում եւ չի շտապում որևէ որոշում կայացնելիս, որովհետեւ ժամանակ է տալիս ապաշխարության իր հոգևոր եղբայրներին, իր համար ցավալի է կտրել ու դեն նետելը, ամենահեշտը կտրել ու դեն նետելն է, հասկանում եք։ Բուժելը շատ կարևոր է եւ ժամանակ է տալիս բուժման, ապաշխարության, ինքնախոստովանության, դարձի եւ այդ ամենի համար երկինքը բարեխոս է իրեն լինելու եւ պահապան։ Հասկանում եք, մենք փոխարեն գուրգուրելու, որ ունենք այդպիսի հայրապետ, այդպիսի լուսավորչի աթոռին բազմած գահակալ, տուրք ենք տալիս վայրահաչումներին, բամբասանքներին եւ ինչ ասեմ, անարգում ենք ուղակի, անարգում ենք այն, ինչը որ պիտի աչքի լույսի պես պահել, պահպանել եւ այդ երգը Կոմիտասի, հա, երկար կյանք տուր հայրապետին, հենց այնպես գրված չէ, ամեն պատարագին դա հնչում է եւ եթե վեհապարի համար մենք աղոթք ենք հնչեցնում իր կյանքի արևշատության եւ ուղիղ վարդապետության մեջ մեզ պահելու համար ամեն պատարագի ընթացքում եւ որը կամայականորեն էլի իշխանական լծակ օգտագործելով զեղչվում է եւ պայման է դրվում, որ եթե չզեղչվի, ես չեմ մասնակցի այդ պատարագին, այսինքն պատարագը վեր է ածում ըմբոստության ծեսի եւ քաղաքական միտինգի, այո, դա շատ ցավալի է, շատ ցավալի։ Շատ ուզում եմ էլի զուգահեռներ տանել։ Նայենք հեռու չգնանք Վրաստանին։ Իլիա II կաթողիկոսը, ծերունազարդ եւ նաեւ արդեն դժվար այսպես տեղաշարժվող, հաշմանդամություն ունեցող կաթողիկոս։ Վրաց ժողովուրդը ինչպես է հարգում իր կաթողիկոսին, ինչպես է հարգում իր հոգևորականներին։ Միայն թե չասեն, որ գիտեք, Իլիա II-ն ավելի լավն էր, քան մեր կաթողիկոսը, ավելի լավն է, ավելի է ժողովրդի կողքին, կամ իրենց հոգևորականները ավելի ջերմեռանդ են, քան եւ ավելի բարեպաշտ են եւ ավելի ազնիվ են, քան մեր հոգևորականները։ Նայեք, տեսեք Վրաստան պետության հոգացությունը պետական վրացական ուղղափառ եկեղեցու հանդեպ։ Ֆինանսավորում է եկեղեցին, գիտեք, ամեն տարի 25 միլիոն լարի է հատկացվում եկեղեցուն, անհատույց,
ավելին հատուցում է այն վնասի համար դիմաց, որ պատճառել է եկեղեցուն ցարական Ռուսաստանը, կայսրությունը եւ խորհրդային միությունը։ Պատկերացնում եք բոլշևիկյան իշխանությունները եւ չի վերահսկվում այդ միջոցները, ինչպես օգտագործեց եկեղեցին։ Արաքսի դեպ Իսկ կներեք, իսկ մեր եկեղեցին փորձել է որևէ պահանջատիրություն հայտ ներկայացնել իշխանություններին, պետությանը, խնայել է պետությանը միշտ, չի ասել փոխհատուցեք մեզ, չէ՞ որ դուք խլել եք խորհրդային իշխանությունը, ի վերջո դուք իրավահաջորդն եք, չէ՞, ստանձնել եք իրենցից հետո այդ իշխանությունը, դե վերադարձրեք այն ամենը, ինչ որ պատկանել է մեզ իրավամբ հայ եկեղեցուն։ Իսկ այսօր եկեղեցու առաջին քաղաքական դեմքը ինչ է ասում։ Ասում է պիտի եկեղեցու հաշվեկշռից պետականացնենք բոլոր այն ուրեմն հողերը, որտեղ եկեղեցի է, որի վրա եկեղեցիներ են կառուցվել։ Պատկերացնում եք։ Իդեպ եկեղեցու գործերին միջամտելու նրա այս վարքագիծը արդարացնելու համար շատերը ասում են, որ Վազգեն Սարգսյանը կաթողիկոսի ընտրության ժամանակ եւս միջամտել է, որպեսզի հենց այս կաթողիկոսը ընտրվի, իդեպ հոգեվորականներից մեկը մի անգամ ասաց, որ Վազգեն Սարգսյանի համար սկզբունքը այն է եղել, որպեսզի կաթողիկոսը լինի հայաստանցի մարդ, որը ծանոթ է հայերի դարդին եւ ցավին, ինչպես ասում են, պատերազմից հետո, որովհետեւ այդ պահին խնդիր է եղել դրսից պարտադրել կաթողիկոսին, ինչը փորձում են անել նաեւ հիմա ըստ Բարի, գնանք տրամաբանորեն, հա, այս հարցի պատասխանը փորձենք Ներողություն տրամաբանության Արաքս եւ դաշտում երբևէ Վազգեն Սարգսյանը եկեղեցու ներքին տիսական կանոնական գործերին երբևէ չի միջամտել։ Ընդհանրապես դա քաղաքական իր դիրքորոշումն է եղել, որ հայ կաթողիկոսը լինի հայաստանցի եւ քիչ թե շատ ծանոթ լինի Հայաստանի խնդիրներին։ Գարեգին երկրորդ կաթողիկոսը, երբ հայրապետական փոխանորդ էր, կաթողիկոս չէր։ Առաջին անգամ չէր, որ նա կաթողիկոսական ընտրությունների էր մասնակցում։ Դրան նախորդած կաթողիկոսական ընտրություններին, երբ նա մասնակցեց, ձայների առավելությամբ 2 հոգի անցան երկրորդ փուլ։ Նա, որը Կիլիկիայի կաթողիկոսն էր, Կիլիկիո թեմի, Գարեգին առաջին, որ հետագայում դարձավ կաթողիկոս, որպես եւ Գարեգին arczepiskopos-ը, ներկայիս վեհափառը, եւ ինչ տեղի ունեցավ, նա ասաց պետք չի այդ երկրորդ փուլը, ես որդիաբար ընդունում եմ հաղթանակը, փոխանցում եմ հաղթանակը Գարեգին առաջին կաթողիկոսին, եւ դրա արդյունքում, այսինքն իր հրաժարվելու արդյունքում, երկրորդ փուլ ընտրությունների տեղի չունեցավ եւ ընտրվեց կաթողիկոս Գարեգին առաջինը։ Ուր էր Վազգեն Սարգսյան, ուր էր այդ ժամանակ, որտեղ էր։ Դե թող ստիպեր, որ դա անցներ։ Թող ստիպեր։ Օգտագործեր իր այդ լծակը, չէ՞ որ ինքը իշխանության մեջ էր Վազգեն Սարգսյանը։ Այս այդ մեղադրանքները եւս հերյուրանքներ են։ Գիտեք ինչ, իհարկե, անշուշտ, որովհետեւ ինչքան մեծ է սուտը, ինչքան համոզիչ է թվում, այդքան իմացեք, որ ինքը սուտ է, այդքան համոզիչ սուտ է։ Արաքսին վերջին հարցը եկեղեցու դեմ արշավանքներում շատ ակտիվ է վերջին շրջանում հատկապես Արարատյան հայրապետական թեմը, ոչ միայն իդեմս թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի, այլև թեմի քահանաների, որտեղ այս հոգևոր խորհրդում, հա, բարեփոխիչ խորհրդում ընդգրկված քահանաների մեծ մասը հատկապես հենց այս թեմի անդամներ են։ Ինչով է դա բացատրում։ Գիտեք, Արարատյան հայրապետական թեմը բառը ինքնին արդեն հուշում է, որ անմիջական իրավասությունը հայրապետինն է հատկապես այդ թեմում, հայրապետական թեմ է եւ փոխանորդ է, ոչ թե առաջնորդ Նավասարդ Սրբազանը։ Եվ ամենամեծ թեմն է, մինչ Մայսիացոտնի թեմի ստեղծումը առավել մեծ թեմ էր, որովհետեւ եւ հենց այդ մեծության պատճառով վեհափառ հայրապետը ստեղծեց Մայսիացոտնի թեմը, առանձնացրեց այդ հատվածը։ Եվ պատկերացնում եք, սա որքան պիտի պարտավորեցներ Նավասարդ Սրբազանին։ Ես ցավում եմ, որ շարքային հավատացյալս պիտի գնահատական տամ այդ արարքին։ Մի բան երևի այս իշխանությանը հաջողվեց, այս իշխանության առաջին դեմքին։ Ես միշտ շեշտում եմ, որովհետև մնացած ամեն ինչը հետևանք է առաջի դեմքի որոշումների կամայական։ Մի բան իրեն հաջողվեց՝ մեզ հոգեբանորեն դարձնել բողոքական։
Այսինքն, եթե շարքային հավատացյալը ստիպված իր եկեղեցին պաշտպանելու համար, տեսնելով գործող հոգևորականի, որը դեռևս կարգալույց չէ, քայլերը, սկսում է պաշտպանական մեխանիզմներ մշակել իր եկեղեցին փրկելու նման հոգևորականից, որը դեռևս կարգալույց չէ, եւ մենք սկսում ենք մեզ թույլ տալ դատողություններ, որոնք նվիրապետությունը ըստ էության թույլ չպիտի տար եւ թույլ չի տալիս, բայց մենք մեզ փրկելու մեր փրկության համար մենք օգտագործում ենք անհնարին պայմաններում, մենք օգտագործում ենք անհնարին գործիքները, հասկանում եք, եւ դա նաեւ վատ է, դա լավ օրից չէ, այդ դա իրեն հաջողվեց անել մեզ հետ, եւ Նավասարդ Սրբազյանը հասկանալով այդ ամենը, պատկերացնում եք, ինչքան վտանգեց եկեղեցին, այնքան մասով, որքան մասով ինքը ուներ պատասխանատվություն հոգևոր եւ դեռ ունի։ Մի բանից էլ եմ ուզում խոսել։ Նայեք, քաղաքական ուժը զեղչել է տալիս պատարագը, որպեսզի չհնչի վեհափարի անունը։ Բայց կանոնիկ պատարագներում, որոնք ընթանում են բոլոր մյուս եկեղեցիներում, որտեղ այդ մարդը չի այցելում եւ պարտադրում, ոչ միայն հնչում է վեհափարի անունը, նաև այն թեմակալ առաջնորդների անունները, որոնք անցել են բարեփոխիչների կողմը եւ որոնք դեռևս կարգալույց չեն, որոնց դեռ ժամանակ է տրված ապաշխարության։ Այսինքն եկեղեցու նվիրապետության այդ հնազանդությունը, որը շարունակում է պահվել իմաստնաբար, այսինքն մենք հավատացյալ ժողովուրդս աղոթում ենք ոչ միայն հայրապետի արևշատության եւ ուղիղ վարդապետության մեջ մեզ պահելու համար, այլև բարեխնամ այս բառը դատապարտում է արդեն այն առաջնորդին, որին հաջորդում է անունը բարեխնամ, այսինչ եպիսկոպոս, arczepiskopos, այսինչյան, հա, եւ տեսնում ենք, որ այդ մարդը իրեն դուրս է դրել եկեղեցուց, անհնազանդություն է դրսևորել նվիրապետությանը եւ խփում է եկեղեցու հիմքերին։ Մենք հավատացյալ ժողովուրդս չենք բողոքարկում, չենք ասում, բայց չենք իր անունը տալիս, հնազանդորեն շարունակում ենք աղոթել իր բարեխնամ առաջնորդության համար, այսինքն մենք երկնքից կարկուտ ենք տեղում իր գլխին, հասկանում եք, մենք մնալով մեր հավատարմության մեջ, մեր աղոթական վիճակի մեջ, մենք իր գլխին ակամայից բարկությունն ենք Աստծո բորբոքում, այդ մարդու, որի համար աղոթում ենք, տեսնում եք ինչ է տեղի ունենում, եւ մենք պիտի դա շարունակենք անել, քանի տվյալ մարդը կարգալույց չի եղել նվիրապետության առաջին դեմքի կողմից, որովհետև դա է պահանջում եկեղեցու կանոնը։ Այո, եւ դրա շնորհիվ է եկեղեցին այսօր մնացել անխաթար իր դավանանքի մեջ։ Դուք հասկանում եք, հայ առաքելական եկեղեցին աշխարհի ոչ թե 8-րդ հրաշալիքն է, թիվ 1 հրաշալիքը կարելի ասել, որովհետև մենք մաքուր անխարդախ կաթը մեր հոգևոր բերել ենք այս պատմության հոլովույթներում, որտեղ մենք արյուն ենք տվել, անընդհատ արյուն ենք մատակարարել, հասկանում եք, մենք զոհվել ենք արյունով եւ անարյուն ձևով, զոհաբերություն ա եղել, այս հողը գնվել է արյունով, այս հողը տեղ չունի, որտեղ արյուն չկա, եւ արյուն ինչի ենք արյուն թափել, որպեսզի մեր հավատը չկորցնենք, պահենք, պահպանենք մեր արժեքները, չէ՞, մեր հոգևոր արժեքները, դրա համար է կռիվը եղել, մահ իմացյալ է եղել, մահ չիմացյալ չի եղել, իսկ մահ իմացյալ անմահություն է, եւ այսօր էլ մենք պիտի մտնենք մահ իմացյալի տիրույթ, չիմացյալից դուրս գանք եւ մտնենք մահ իմացյալի տիրույթ եւ այդտեղ զորանանք եւ այդտեղ պայքարենք եւ հոգևոր զենքերով զինվենք։ Հայ ժողովուրդը իրավունք չունի չվերադառնալու իր քրիստոնեական ակունքներին եւ ամբողջովին եկեղեցագործվելու իրավունք ուղղակի չունի։ Աստված մեզ այդ իրավունքը չի տվել, հասկանում եք, որովհետեւ մենք իր առաջնեկն ենք։ Մենք առաջինը հռչակեցինք ամբողջ աշխարհում, պետական կարևորություն տվեցինք քրիստոնեությանը, եկեղեցուն եւ Տերն ուզում է, որ մենք Քրիստոսի երկրորդ գալստյանը եկեղեցագործված կանգնենք իր առաջ, որպես հայ ժողովուրդ։ Շնորհակալություն Արաքս, շատ հետաքրքիր զրույցի համար, իհարկե շատ ցավալի է նաև ճակատագրի հեգնանք եւս, որպես որ կաթողիկոսի հրաժարական է պահանջողների մեջ նաև Արցախի թեմի առաջնորդն է, այն թեմի, որը Նիկոլ Փաշինյանի որոշումից հետո հարյուրավոր վանքերն ու եկեղեցիները իր հայրենիքի թշնամուն հանձնելուց հետո կաթողիկոսը պահեց իր թեմը եւ ինքն էլ շարունակեց մնալ որպես թեմի առաջնորդ։ Ինչևէ, հուսանք, որ իսկապես կհաղթի լավատեսությունը եւ այս ամենը կծառայի մեր արժեքների
մեր ունեցածի, մեր հավատի, մեր խաչի վերարժևորմանը։ Այս ամենը կծառայի մեր ազգային հոգևոր ինքնությանը ճշմարտապես վերադառնալուն եւ ես դրան հավատում եմ, որովհետեւ մենք կենացային մակարդակից պիտի իսկապես անցում կատարենք ճշմարիտ հոգևոր ազգային գիտելիքի իրացմանը, ձեռքբերմանը եւ այդտեղ մեր կրթական համակարգը ահռելի գործ ունի անելու։ Մենք հայտարարում ենք ազգային դպրոց, դա էլ ասեմ, չէ, ազգային դպրոց ձևակերպել ենք այդպես, բայց մեր դպրոցի ոչ մի բան ազգային չէ։ Ի վերջո ազգային կարող է հավակնել կոչվել այն կառույցը, որը իր մեջ ամբարել է ազգի ամբողջ մշակութային կարևոր ժառանգությունը։ Իսկ մենք դա ներառել ենք մեր կրթական բովանդակության մեջ, ոչ։ Մենք կասկածելի բովանդակությամբ ժամանակակից ինչ-որ գրողներ ենք ներառում մեր կրթական բովանդակություն, բայց այն ինչ-որ ինչի վրա ձևավորվում է հոգևոր եւ ազգային գիտելիքը եւ տեսակը, հայի տեսակը, մենք դա դուրս ենք թողել ենք լուսանցքում։ Մենք դպրոց չենք ներմուծել եւ որևէ կրթարան չենք ներմուծել եւ ես հավատում եմ, որ այդ օրն էլ է գալու։ Եվ ավարտին սիրելի Ալիս, ես կուզեմ ընթերցել Հրանտ Մաթեոսյանի շնորհավորական նամակը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին կաթողիկոս ընտրվելու առիթով, կարելի ասել ուղղակի մարգարեական նամակը։ Ամենայն հայոց Գարեգին II վեհափառին, Էջմիածին վեհարան։ Ինչ վատ է, որ կարող էինք ավելի լավը լինել եւ չենք։ Եվ ինչ լավ է, որ կարող էինք եւ չլինել եւ ենք։ Ինչ վատ է, որ հայոց երկհազարամյա պատմության մեր քարավանը չի գալիս հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց եւ ինչ մխիթարիչ է, որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում հայոց 132, հայոց մեր մեջ անպատկերացնելի մի թիվ 132 վեհի տիրական մակարոնով եւ բազում առաքինությամբ եւ նույնքան էլ բեկումով ու վհատությամբ, բայց երբեք ինքնուրացմամբ, որ ազգուրացում եւ այսօրվա մեջ մեր երկրի եւ մարդու չգոյություն էր նշանակելու։ Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին հանուն մեր ամենքիս եւ հանուն քեզ երբեք չցանկալով, որ Աստված մի արասցե քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների։ Հայ գրողների քո համայնքը լիահույս է, որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ եւ աչդ կորովի է լինելու։ Գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին եւ գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու։ Հրաշալի։ Շնորհակալ եմ Արաքս, Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, հոգևոր հաղորդումների հեղինակ եւ վարող Արաքս Պողոսյանի հետ այսօր մենք զրուցեցինք թեմաներից, որը համոզված եմ յուրաքանչյուրիդ առնչվում է, անկախ նրանից դրա հետ համաձայն եք թե ոչ։ Այդ մասին կարող եք գրել մեկնաբանություններում։ Իսկ ես հիշեցնեմ, որ բաց խոսենք նախագիծներ եթերում զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Ցտեսություն։